Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 10 տարի առաջ, ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից հայկական բանակը, հայկական ուժերը պատասխան տվեցին Ադրբեջանին հաղթանակ կրել եւ այն ինչ որ պլանավորված էր Ադրբեջանի կողմից չիրականացավ դորի ընթացքում եւ մենք պետք է շարունակենք այն գործը, որ այդ տղաները կիսատ են թողել։ Ձեր կարծիքով ինչու հիմա ներկայիս իշխանությունը չի հիշում, որովհետեւ վաղ առավոտից որևէ անդրադարձ չի եղել։ Այս իշխանությունների կողմից նրանք բոլոր այն մեր պատմական, բոլոր այն Արցախյան պատերազմի հետ կապված բոլոր հաղթանակները փորձում են ամբողջությամբ հանել մեր հիշողություններից, մեր ժողովրդի հիշողություններից եւ դա իմ կարծիքով պլանավորված եւ ծրագրավորված գնում է եւ նրանց համար Արցախ բառը, Արցախցին երևի պետք է բոլոր տեղերից անեն եւ դուք հիշում եք սկզբից ասում էին մեր քույրերն ու եղբայրները, հետո Արցախից բռնի տեղահանված, հետո Ղարաբաղից տեղահանված, հետո Ղարաբաղից, այսպես շարունակ երևի, ինչ? Հետո էլ վերջում, այո, տեսնում եք փախած, ես հաջորդը դեռ չեմ պատկերացնում ինչ կմտածեն, բայց ասում է դա ղեկավարությանը նկատի ունեմ։ Դե գիտեք, նրանց ասածները, եթե բոլորդ էլ տեսնում եք, սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան մեկնաբանել անիմաստ է։ Ամբողջությամբ մեր ժողովուրդը տեղյակ է ինչա կատարվել։ Նախ ես մեր բոլոր հայրենակիցների շնորհակալություն եմ հայտնում այս վերջին օրերին տեղի ունեցած այն իրադարձությունները, որ այն ատելությունը, որը նկատվեց հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից արցախցի լեգենդար հրամանատար Մերուժան Մոսյանի աղջկա հետ, Արմինե Մոսյանի հետ, այն աջակցությունը, որ կար մեր հասարակության կողմից, ես գտնում եմ, որ ոչինչ չի ավարտվել եւ նորից ես մեր շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին։ Պարոն Դանիելյան, 44-օրյան 2023 թվականի պատերազմը կարող ենք համարել ապրիլյանի շարունակություն։ Ինչ պիտի անենք ապրիլյանին, որտեղի չունենանք 44-օրյան։ Գիտեք, ապրիլյան պատերազմի ժամանակ իմ կարծիքով պաշտպանության բանակը եւ Արցախի պաշտպանության բանակը եւ Հայաստանի Հանրապետությունը այն ժամանակ իրենց ունեցած բոլոր գործիքակազմերը, բոլոր այն ինչ հնարավորություն ունեցել են, կիրառել են, որպեսզի օր առաջ կանգնեցնեն պատերազմը եւ այն ժամանակ 16 թվականին Ադրբեջանի խնդրանքով է պատերազմը կանգ առել եւ մենք տեսել ենք այն ժամանակ Հայաստանի իշխանությունների աջակցությունը Արցախին, արցախցիներին եւ ընդհանուր պաշտպանության բանակին, բայց այն ինչ տեղի ունեցել 44 օրյա պատերազմի ժամանակ դա շատ երկար քննարկելու հարց է, այն ինչ տեղի ունեցել մենք բոլորս տեսել ենք, ես եղել եմ Արցախում, այն բոլոր ստերը 44 օր ժողովրդին խաբել, որ հաղթում ենք, բայց մենք տեսնում ենք Արցախում ինչ էր կատարվում եւ դա մանրակրկիտ քննության առարկա է։ Ազգային ժողովը դեռևս չի հրապարակել այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը, թող հրապարակեն, տեսնենք։ Մենք գիտենք, որ ինչ է տեղի ունեցել, բայց թող մանրամասն ներկայացնեն մեր հասարակությանը, ովքեր էին մեղավոր, ովքեր էին պատասխանատու եւ ինչպես նշեցիք, մինչեւ այդ դեզերտիրներ, փախածներ, ինչ որ քրեական գործ կա հարուցված, դա ասելով չի էլի, այսինքն օդում ասելով փախած, եթե մարդ իր դիրքը թողում հեռանում է, այսինքն նա պետք է քրեական պատասխանատվության քանի քրեական գործ կա այդ շրջանակներում։ Այսքանը դրամ ասել։ Դուք ասում եք, որ տեղյակ ինչ է կատարվել, բայց մենք արդեն հնարավորություն չենք ունենալու ծանոթանալու քննիչ հանձնաժողովի զեկույցին, որովհետև արխիվացվել է։ Ի վերջո հասարակությունը ինչպես է իմանալու ինչ է կատարվել, եթե դուք գիտեք ինչու եք լռում։
այն ինչ կատարվել է 44 օրյա պատերազմի ընթացքում Հայաստանում ազգային ուժերի իշխանափոխության դեպքում այդ բոլոր տեղեկությունները պետք է տրամադրվեն մեր հասարակությանը, լրագրողներին եւ պետք է բոլորը տեղյակ լինեն ընդհանուր առմամբ ինչա տեղի ունեցել եւ ընդհանուր պարտության պատճառները որտեղից էին։ Ինչպես է Դե ես ասեցի Հայաստանում առաջիկա համապետական ընտրություններով հունիսի 7-ին եթե հայ ժողովուրդը որոշում կայացնի եւ հեռացնի այս իշխանություններին բոլոր այդ դրվագների մասով իմ կարծիքով նորից պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի նոր հանձնաժողով որպեսզի օբյեկտիվ կարողանան ներկայացնել մեր հասարակությանը պարտության պատճառները Իսկ ձեզ ով պետք է ընտրվի, որ կարողանա այդ ամենը իրագործել։ ազգային ուժերը Որոնք են այդ ազգային ուժերը։ նո մենք տեսնում ենք Հայաստանում Հայաստանի Հանրապետությունում այն ուժերը ովքեր պատրաստ են այլ հայկական շահը այլ ոչ թե այլ պետությունների շահեր Դուք անձամբ եք սատարում։ մենք սատարում ենք ազգային այն ուժերին ում համար Արցախի հարցը փակված չի եւ չի կարող Արցախի հարցը փակվել դա մեկ մարդու որոշմամբ տեղի չի կարող ունենալ Արցախի հարցը համայն հայության հարցն է եւ այդ շարժումը մենք սկսել ենք համայն հայությամբ Երևանի ազատության հրապարակից է սկսել դա եթե հիշում եք 88 թվականին կներեք ասեմ հիմա այս իշխանությունները այդպես են որոշել բայց դա չի կարող այսօրվա իշխանությունների դա որոշումն է բայց մենք միշտ ասելու ենք որ Արցախի հարցը փակ չէ Արցախի վերադարձի իրավունքի հարցը դա միջազգային իրավունքի նորմերով մեր իրավունքն է եւ մենք բարձրացնելու ենք բոլոր ատյաներում բոլոր միջազգային կազմակերպություններում բոլոր պետությունների խորհրդարաններում եւ գործադիր մարմիններում այս հարցի վերաբերյալ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը Բայց Փաշինյանն ասում է դա պատերազմի դուռ է բացում եւ նաեւ երեք Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ շեշտեց որ չեն շարունակելու այդ խոսակցությունները Ես նշեցի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը անընդհատ ստեր, կեղծիքներ, մանիպուլյացիաների ենթարկում։ Եթե ազգային ժողովի բարձր ամբիոնից նա խոսում է, որ Արցախի հանձնման հետ կապված մեղավոր են նախկինները, առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահները, արցախցիների հետ խոսում, երբ խոսում է Արցախի իշխանությունների մասին, ասում է նրանք հանձնեցին եկան։ Ռուսաստանում ասում է, որ դուք եք մեղավոր, այսինքն ցանկացած իրավիճակում լրիվ այլ մեկնաբանություններ է լինում Արցախի այս վերջին ողբերգության հետ կապված։ Դրա համար ես չեմ ցանկանում մեկնաբանել նրա ասածները, մեկնաբանելու բան չկա։ Մենք բոլորս շատ լավ տեղյակ ենք, ով հանձնեց Արցախը, ով է պատասխանատու ամբողջ այս process-ի համար։ Ուղղակի Շարամանյանը ինքնուրույն է այդ որոշումը կայացրել։ Որ որոշումը։ Արցախի հետ կապված 2023 թվականի վերջին որոշումը ստեյության հայաթափումը եւ Արցախի հանձնումը։ Ուրեմն լսեք։ Արցախի հանրապետությունը նոյեմբերի 9-ից հետո այդ նոր ստատուս քվոյի պայմաններում որս էլ հասկանում ենք, որ 200 քանի կիլոմետր սահմանը նոյեմբերի 9-ից հետո որ դառնում է 500 քանի կիլոմետր, դա միանշանակ այդ անվտանգային համակարգը փլուզվել էր նոյեմբերի 9-ից հետո։ Եվ Ադրբեջանի կողմից 9 ամիս եւ ավել բլոկադան, որ կիրառում է Արցախայության նկատմամբ եւ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, որ հայ ժողովուրդը, Արցախահայությունը դուրս գա այդ ծանր իրավիճակից եւ դրանից հետո արդեն Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացում Արցախի հանրապետության վրա, որտեղ այդ պահին 120,000
մարդ էր, որից 25-30 հազարը երեխաներ, 20 հազարը ծերեր եւ ընդհանուր այդ իրավիճակում ինչ պետք է իրականացնել։ Նախ Փաշինյանը այդ իր ասացով ցանկանում է արդարացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանեցածը, ես հիմա հայտարարում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ եւ Հայաստանի իշխանությունները մենք ունենալով պետություն, Հայաստանի Հանրապետություն, դա թույլ է տվել։ Ես միշտ նշել եմ եւ հիմա էլ նշում եմ, այո, միջազգային հանրությունն էլ այստեղ իր մեծ բաստողումներ ունի, բայց առաջին հերթին Հայաստանի իշխանությունների հենց աչքի դիմաց է տեղի ունեցել։ Եթե Հայաստանի իշխանությունները չեն խոսում տեղի ունեցած ցեղասպանության մասին, մենք բոլորին էլ ասում ենք, որ բոլորն էլ իրենց մեղքի բաժինը ունեն Արցախի հայաթափման, Արցախի ժողովրդի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետ կապված։ Շնորհակալություն։